Ինչ կպատահեր, եթե մեծ երկիծաբան Հակոբ Պարոնյանն իր ապրած ժամանակաշրջանից 19-րդ դարից գարմեր օրեր, գարմերօրյա պոլիս, ինչ կասեր Պարոնյանը, ինչ խորհուրդ կտար։ Այս հարցերի շուրջ է ձևավորվել Պարոնյանը կվերբեռնվի թատերական ներկայացումը, որի համահեղինակներն են Եղիա Ակյունն ու Ալթու Յիլմազը։ Թատերախումբը փորձերն անցկացնում է Պոլսի կենտրոնական վարժարանի միության դահլիճում։ Ներկայացումը բաց քննադատություն է ուղղված հայկական համայնքին, եկեղեցականներին, Թուրքիայի պետական գրաքննությանը եւ զուգահեռներ է անցկացնում Պարոնյանի ժամանակների եւ մեր օրերի միջև։ Եղիա Ակյունը ուշադրություն է հրավիրում, որ Պարոնյանի հիմնած հայ թատերական ավանդույթը շարունակվում է միայն համայնքային փոքր բեմերում։ Քիչմը Պարոնյանին խոսքերուն պետք ունենք, կարծեմ թե, որովհետև լեզուն, մեր մշակույթը, մեր թատրոնը, զորօրինակ ասկե 150 տարի առաջ անոնք ստեղծեցին Օսմանյան գայսրության մեջ այս թատրոնին հիմը թրին, բայց դժբախտաբար մենք այսօր մեկ հատ անգախ բեմը չունենք։ Պարոնյանին քննադատությունները մեկն ան է, ուր է հայկական թատրոնի բեմը։ Անշուշտ մենք դպրոցներուն, հիմնարկներուն զանազան բեմեր ունենք, բայց մենք այն բացությունը գսկանք, որ բոլոր ժողովուրդը կան եւ դիտեն եւ տեսնեն, որ այս հզոր ավանդությունը կշարունակե գոր։ Պորսահայ գրող Ռոբեր Հատտեջյանի Հակոբ Պարոնյանը վերադարձավ գիրքն է, որ ոգեշնչել է ներկայացման հեղինակներին։ Մեր օրյա Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասում հայտնված Հակոբ Պարոնյանը բախվում է տարբեր կերպարների՝ թուրք կնոջ, իր կիսանդրին ուսումնասիրելու եկած ուսանողի, թաղամասում նկարահանում անող ինֆլուենսերի, մեր օրյա հայ մտավորականի, որոնց հետ զրույցներն ապշեցնում են երկիծաբանին եւ վերհանում խնդիրների մնայնությունը։ Թատերախաղի գաղափարը Օրթաքյոյի թարգմանչած վարժարանինն է։ Մեր վարժարանին հիմնության 240-րդ ամյակներ եւ մենք ուզեցինք թատերախաղը փեմացրել, քանի որ մեր թաղը Օրթաքյուրի թարգմանչած վարժարան ենք, մեզ համար թատրոնը շատ կարեւոր է եւ Հակոբ Պարոնյանը նույնպես, որովհետեւ այո, Հակոբ Պարոնյան Օրթաքյուր չէ ծնած, բայց իր կյանքին կարեւոր մեկ մասը Օրթաքյուր անցած է եւ այսօր համար մեզ համար շատ կարեւոր է մեր արդեն Սուրբ Աստվածածին եկեղեցու մեջ իր գիսանցին գտնվի, քանի որ քերեզման չունի, ուզեցինք թատրոնի նյութ դարձնել Հակոբ Պարոնյանը։ Թուրքիայի բեմերում արևմտահայերեն ներկայացումներ հաճախ չեն հնչում։ Տասնամյակների դադարից հետո Պորսում գործունեություն ծավալող հանկարծ թատերախումն էր, որ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» աշխատանքը բեմադրեց հայերեն։ Այժմ բեմերից հայերեն կխոսի նաև Պարոնյանը։ Երկու զրուցակիցներն էլ հենց այս խնդրին են անդրադառնում։ Ան բեմերուն վրա արևմտահայերենը նորեն լսելի դարձնելը ամենեն կարևոր նյութն է, որովհետև այս լեզուն, այս հողերում մեջ քիչ օդար գլսվի գոր եւ պետք է որ այս լեզուն նորեն լսելի դարձնել թրքական բեմերում մեջ խաղալը շատ կարեւոր է, որովհետեւ քոնե հոն հայրենը լսելի դառնա 3 2 1 Մեզովադի մուրացկաններ այս գիշերքում կապույի մեջ ծրի եկեք Այո, Պոլսայի համայնքը վարժես հանուսմիություններում մեջ կամ այլ դեղեր կփեմացրվին թատրոններ, բայց մայրենիով շատ չէ դժբախտաբար այս նյութին շուրջ հանգարցի շատ մեծ քայլն edեց եւ մենք իսկապես բախտավոր ենք որ սիրելի Եղիան եւ հանգարցը այս նյութի մեջ մեզ աչակցեցան եւ այսպիսի թատրոնը փեմացրելու արիթը ստեղծվեցավ իմ ամենեն մեծ ուրախությունս այն է որ մայրենիով պիտի կարենանք փեմացրել այս թատրոնը թատերախաղը Թատերական ներկայացման հեղինակները Հակոբ Պարոնյանին մեր ժամանակներ բերելով վեր են հանում խնդիրներ, որ մնայուն են ինչպես հայկական համայնքում, այնպես էլ Թուրքիայում։ Ըստ հեղինակների Պարոնյանի փոխարեն կարող էին լինել նաև այլ հայ գրողներ, սակայն վերհանված խնդիրները նմանատիպ կլինեին։ Մենք Պարոնյանին պետքություն չունենք, բայց քիչմը Պարոնյանի պես սուր լեզուներու պետքություն ունենք, որ հիշեցնենք։ Մենք ինչի պետք ունենք, մենք արվեստի պետք ունենք, մենք արվեստի ջուղերում պետք ունենք։ Պարոնյանը սիմվոլ է։ Պարոնյանի դեղ Զաբելեսյանն ալ գրնալալ, կամ Թանյել Վարուժանն ալ գրնալալ, կամ ուրիշ անձերն ալ գլանլալ։ Բայց մենք գարձեմ թե այս սիմվոլներով անցյալեն թեպի աբակը գամուրջ մը կգազմենք կոր եւ այս ավանդությունը հիշելու ջարը կփնտրենք կոր։ Պարոնյանը կվերբեռնվի երկլեզու ներկայացման պրեմիերան տեղի ունեցավ փետրվարի 24-ին Ստամբուլի Սուլեյման Սեբա մշակութային կենտրոնում։
Բարթուի Բալյան, Ստամբուլ, Թուրքիա։